Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայում է։ Պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարարը, էկոնոմիկայի նախարար, Հայաստան-Գերմանիա միջկառավարական բանակցությունների համանախագահ Գևորգ Պապոյանը, ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը եւ այլ։ Դեկտեմբերի 9-ին վարչապետը հանդիպումներ կունենա ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի եւ Ֆրիդրիխ Մերցի հետ։ Դեկտեմբերի 10-ին Փաշինյանը կմեկնի Համբուրգ, որտեղ նախատեսված է հանդիպում քաղաքապետի հետ։ Ինչպես արձանագրված է 3 գումարած 3 տարածաշրջանային համագործակցության հարթակի 3-րդ հանդիպման համատեղ կոմունիկեում նախարարական հաջորդ հանդիպման վայրն ու ամսաթիվը կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով։ ԱԳՆ մամուլի քարտուղարն է հայտնել։ Ընդհանուր ընկալմամբ այդ հանդիպումը պետք է անցկացվի Երևանում կամ Բաքվում։ Փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ քննարկումները կշարունակվեն, պայմանավորվածության լինելու դեպքում կտեղեկացնենք։ Դպրոցների կամ անկապարտեզների դասապրոցեսը կանգնեցնելու իրավիճակ չունենք, սակայն ունենք աշխատանքի հստակ մեթոդ եւ գծագրված մեխանիզմ, ըստ որի այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20%-ից ավելի է, այդ դասարանները կարող են անցնել հեռավար ուսուցման։ Առողջապահության նախարարն է տեղեկացրել, անդրադառնալով սուր շնչառական վարակներով պայմանավորված համաճարակային վիճակին եւ կրթական պրոցեսի կազմակերպմանը։ Պաշտոնեական կեղծիքի եւ դրան դրդելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է 4 անձ, որոնցից 2-ը ոստիկանության ծառայողներ են, հայտնել են ՄԳՆ-ից։